Երիցս շնորհակալ եմ մեր լրատվամիջոցներին ամեն անգամ հումանիտար այս հարցին արձագանքելու համար։ Անհետ կորածների խնդիրը համահայկական ճակատ շարժման համար առաջնային խնդիր է, որովհետև հումանիտար խնդիր է։ Քանի այս երկրում չեն հաղթահարվել հումանիտար խնդիրները, մենք չենք կարող խոսել խաղաղությունից, մենք չենք կարող խոսել պետականությունից ու պետությունից։ Երեք մենք բոլորս հերթական ամոթը ապրեցինք, երբ մեր հայրենակիցը, Վիգենի կինը, պետություն ու պետականություն ունեցող երկրի հայ կինը ոչ թե դիմում է այս շենքում նստածին, այլ դիմում է Մեհրիբան Ալիևային, նրանից խնդրելով, որպեսզի նա կարողանա իր ամուսնուն ներում շնորհի։ Այսպես եղել է ցեղասպանության ժամանակ, երբ հայ մայրը, հայ կինը խնդրել է թուրք ասկարին, որպեսզի նա չսպանի իր զավակին։ Մենք հիմա այդ օրերն ենք ապրում։ Ինձ մոտ տպավորություն է, որ մենք պետություն ու պետականություն կորցրած ենք հիմա ապրում, որովհետև այս ծնողները, տեսեք, Արցախյան պատերազմում կան ծնողներ եւ պատերազմից հետո Պայթյունից իրենց զավակներին կորցրած ընտանիքներ են։ Այս մարդկանց հարցը որևէ կերպ չի հուզում այս շենքում նստածին, արտաքին գործերի նախարարությանը, քննչականին, ԱԱԾ-ին։ Տեսեք, ամիսներ առաջ էր, սեպտեմբերն էր, եթե ես չեմ սխալվում, ԱԱԾ պետը գնաց Բաքու։ Ենթադրվում էր, որ պետք է ձեր ընտանիքի հարցը բարձրաձայնվեր, ձեր եղբոր, ձեր երկու տղաների հարցը պիտի բարձրաձայնվեր։ Մենք չլսեցինք։ Լսել եք, եթե դուք լսել եք հարգարժան լրատվամիջոցներ, կար այս ընտանիքների մասին, Բաքու էր գնացել, առաջինը պիտի խոսվեր այս ընտանիքների, անհետ կորածների ընտանիքների, Բաքվի բերդերում ամեն օր խոշտանգվող մեր հայրենակիցների մասին, որևէ մեկը լսել եք այդ մասին, չեք լսել։ Հիմա դրան եմ, բավականին մեծ գումար տրամադրվեց, ովքեր են այդ քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք այցելեցին Բաքու։ Բաքու այցելած քաղաքասարակության ներկայացուցիչները քանի անգամ խնդրեցին այցելել տեսնել այնտեղ պահվող մեր գերիներին։ Ինչու՞մն է իրենց Բաքուն դարձրել են ջրի ճանապարհ։ Ամեն ամիս լսում ենք Բաքու են գնում, զանգ են անում։ Որտեղ է արդյունքը։ Եթե այսօր գոնե 0.1% արդյունք գրանցված լիներ, այստեղ չէին լինի այս ծնողները, այստեղ չէինք լինի մենք, համահայկական ճակատի անդամները, դուք չէիք այստեղ, գոնե 0.1% արդյունք արձանագրված լիներ։ Օգոստոսի 8-ին, երբ որ խաղաղության պայմանագիր էր, դիվանագիտական այդ փաստաթուղթը ստորագրվեց, նախաստորագրվեց, բոլոր ԿՊԱ-ականները հրճվանքով ասում էին, որ WhatsApp-ի համարը ունի։ Մենք գիտենք, որ Թրամփը ժամանակին շատ ու շատ քաղհալատյալների, քաղբանտարկյալների, ռազմագերիների ազատել է Սուդանից մինչև որ երկիր։ Ինչու այդ WhatsApp-ի վրա չի գրում եւ ասում եկեք սկսենք որոնողական աշխատանքներ, պարտադրեք, այսօր Թրամփը այդ լծակն ունի Ալիևի վրա, ինչու չի ասվում, եկեք որոնողական աշխատանքներ սկսենք, եկեք մեր գերիներին հետ բերենք Բաքվի բանտերից, ինչու չի ասվում այդ մասին, լռում են, որովհետև այս հարցը իրենց ձեռնտու չէ բարձրաձայնել, չկա խաղաղություն առանց հումանիտար, առանց այս ընտանիքների հարցը լուծելու, այդ խաղաղությունը միֆ է, ասել եմ ու կրկնում եմ ասել, և ամենակարևորի մասին եմ ուզում ասել, հետո Տիկին Ալավերդյան, շնորհակալ եմ ամեն անգամ մեր ակցիային արձագանքելու համար, խոսքը փոխանցեմ ձեզ, մեզ կմոտենա քիչ հետո նաև Տաթևիկը անհետ կորածի հարազատ իրավաբան, կարևոր բան ունի փոխանցելու, շատ կարևոր, որի նախաբանը հիմա ես ուզում եմ ասել։ Դուք գիտեք, որ ես ասել եմ համահայկական ճակատ շարժման անունից, վերջին 2 տարիների ընթացքում հարյուրավոր նամակներ ենք ուղարկել միջազգային ամենատարբեր կառույցներին, մասնավորապես մարդու անհետ կորածների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցի հայկական հարցերով Տիկին Կարմեն Օսորմոյին բազմաթիվ ծնողների անունից կփաստեք դուք նաև հարգելի ծնողներ նամակներ ենք ուղարկել, որպեսզի հրատապության կարգով կամ մենք այցելենք այնտեղ
կամ ինքը Հայաստան գալու պարագայում անպայման հանդիպի այս ծնողների հետ, մեզ հետ։ Պարզվում է դեկտեմբերի սկզբներին Տիկին Օսորմոն եկել է Հայաստան։ Տիկին Օսորմոյի Հայաստան գալուց առաջ Միացյալ Նահանգների դեսպանատնից զանգ են կատարել Տիկին Ինային, ձեր տիկնոջը, եւ ասել են, որ Տիկին Օսորմոն անպայման ուզում է հանդիպել իր հետ, Տիկին Ինայի հետ մենք մի քանի անգամ ենք նամակ ուղարկել Կարմեն Օսորմոյին, անպայման ուզում է հանդիպել ձեզ հետ։ Եկել է այստեղ, հանդիպել է պետական երկու կառույցի հետ, բարեբախտության սկզբունքով հանդիպել է նաև մեր անհետ կորածի հարազատ իրավաբան Տաթևիկի հետ եւ Տիկին Ինայի հետ հանդիպումը ինչ-ինչ հանգամանքներում հոդս է ցնդել։ Չկա, այդ հանդիպումը չի եղել, որից հետո Օսորմոն իր պատվիրակության կազմով գնացել է Բաքու։ Դա միակ միջազգային կառույցն է, որը իրավունք ունի Բաքվի բանտերում տեսակցելու թե մեր անհետ կորածներին, որոնց ենթադրվում է, որոնց մի մասը գտնվում է Բաքվի բանտերում, եւ թե մեր գերիներին։ Եվ այս հարցը որևէ կերպ միջազգային կառույցներում պայթյունից անհետ կորածների ընտանիքների հարցը, միջազգային կառույցներում իշխանությունը այդպես չէր կարող բարձրաձայնել, ինչպես այստեղ, այս տիկնոջ մոտ, ով կարող էր Բաքվի բանտերում տեսակցել, իրենք ասում է, թե իշխանությունների հետ մեծ կապ չունեն, բայց իմ համար գոնե զարմանալի է այդ ինչպես եղավ երկու պետական կառույցի հետ հանդիպումից հետո Տիկին Օսորմոն չհանդիպեց ձեր տիկնոջը Տիկին Ինային։ Եվ Տաթևիկը մի շարք փաստեր քիչ հետո կմոտենա, կներկայացնի, թե նույնիսկ գիտեք ինչի մասին է հետաքրքրվել։ Իրենք մեծ դրամաշնոր են տվել այս կառավարությանը, ուշադիր լսեք, մեծ դրամաշնոր են տվել այս կառավարությանը, որպեսզի իրենք անհետ կորածների հարցի լուծմամբ հետևողականորեն զբաղվեն։ Հետևողականորեն հարցրել են կա այդ զբաղվածությունը Տաթևիկին, զբաղվել են արդյոք այդ հարցով, չէ որ մենք մեծ դրամաշնոր ենք տվել այս կառավարությանը, հարգելի ծնողներ, դուք եք այստեղ ներկա, զբաղվել են այդ հարցով։ Կա մեկ քայլ առաջ, կա 0.1 քայլ առաջ, որ մենք այսօր այստեղ չգտնվենք։ Ես չեմ ասում, ողբերգություն ապրող ամեն օր իրենց բարոյապես ու հոգեպես խոշտանգվող այս ծնողներն են ասում։ Եվ մինչև Տիկին Ալավերդյանը կխոսի եւ կմոտենա մեզ անհետ կորածի ծնողը, այստեղ նաեւ մեր կուսակից ընկերներն են, ես ուզում եմ ասել, որ այստեղից մենք երթով շարժվելու ենք ՄԱԿ-ի գրասենյակ։ Եղել է մեկ դեպք, որ ՄԱԿ-ի գրասենյակի հանձնակատարը ընդունել է ինձ եւ երկու ծնողի, բայց խնդիրներ են այդ ժամանակ առաջ քաշվել, ասվել են, որ պետք է լուծվի։ Հիմա մենք շատ կարևոր նամակով ենք գնում ՄԱԿ-ի գրասենյակ, ոչ թե ասելու դուք պիտի սա անեք, դուք պիտի դա անեք, մենք պահանջելու ենք Հայաստանում գործող այդ կառույցից, թե մի քանի կետից կազմված մեր նամակի մի քանի կետերը ինչու ՄԱԿ-ի գրասենյակը չի իրականացրել եւ պահանջելու ենք ընդհանրապես բոլորից պահանջելու ենք քաղաքական շահը վերդասել հումանիտար շահից, այլապես բոլոր այդ կառույցները ինչպես եւ այս շենքը ֆարս են, իմիտացիա են, չկա ոչինչ։